Թերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Մենք արտակարգ եթեր է, արտահերտ արտակարգ եթեր է սա, ոչ պլանավորած, ոչ ծրագրած, տեսանք թե 3 ինչ էր տեղի ունենում, դրա համար հարկամարեցինք պարոն Նահապետյանի հետ միասին դուրս գալ ուղիղ եթեր։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան։ Ինչևէ, մենք ապրում ենք շատ ծանր ժամանակահատված։ Հայաստանի Հանրապետությունում մնացել է միակ ազգային կառույցը, հայ առաքելական եկեղեցին, թշնամին հարձակվել է այդ կառույցի վրա եւ ներքին թշնամին եւ արտաքին թշնամին։ Չենք մոռանում, հիշում ենք, որ թուրքական հեղափոխությունից հետո առաջին իսկ թիրախում եղել է հայ առաքելական եկեղեցին։ Այնուհետև այլ խնդիրներ էր դրված այսօրվա իշխանության առջև։ Արցախը հիմնահատակ ավիրել եւ տալ թշնամուն, Սյունիքի տարածքները, Գեղարքունիքից տարածքներ, Տավուշից տարածքներ եւ արժեվում նոր տարածքներ հանձնելու պլանն է գործում, հիմա Մեղրին Սյունիքը հանձնելու ժամանակաշրջանն է, բայց թշնամին շտապում է, երևի կասկած եւ վախ ունի, որ այսօրվա իշխանությունը փողոցից եկած իշխանությունը կարող են հեռացնել, շտապում է վերցնել Հայաստանը ամբողջությամբ։ Ես 2 օր առաջ ազգային ժողովում խոսեցի դրա մասին, բայց այդ առաջին անգամ չէր, բազմիցս եմ ասել, մենք այն ինչ որ տեղի է ունենում, եթե սա չկասեցվի, ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք Իրանի ենք տալու այս օրերին, եթե իհարկե ողջ լինենք կամ գերեվարված չլինենք։ Մենք երանությամբ ենք հիշելու այս օրերը, որտեղ նորից եմ կրկնում, թիրախը հայ առաքելական եկեղեցին է եւ ամբողջապես Հայաստանի Հանրապետությունը։ Երբ թշնամին ավելի ակտիվացավ եւ իրենց հայացքը ուղղեցին հայ առաքելական եկեղեցու կողմ, երբ որ հոգեվոր խորհուրդը Ժնևում հավաքվել էր վեհապարի մասնակցությամբ եւ հայտարարությամբ ամփոփվեց այդ ժողովը, որ ուղղված էր միջազգային մի շարք կազմակերպությունների, մի շարք երկրների ղեկավարների, առաջնորդների, որ Արցախի թեման փակված չի, 1, որ մենք ունենք գերիներ 2 եւ ցեղասպանության թեման չի կարող փակված լինել։ Հիմա մենք անտարբեր իհարկե նստած ենք, մեզ թվում է, որ արտառոց ոչ մի բան տեղի չի ունենում, այս կաթողիկոսին կհանեն, ինչ որ մեկ այլ կաթողիկոս կբերեն, դա բացարձակ կապ չունի մեր կյանքի հետ, մենք շարունակելու ենք այսպես Արցախը մնացած տարածքները հանձնելուց հետո խաղաղ անապրել։ Ես իր համար վատ նորություն ունեմ, խաղաղ ոչ մեկ մեզ թույլ չի տալու ապրել, եթե ընդհանրապես թույլ տան ապրել, սա արդեն նվեր կլինի, իսկ խաղաղ հաստատ մեզ թույլ չեն տալու ապրել։ Մենք շարունակում ենք չգիտակցել, հատկապես այսօր թշվառ վիճակում է գտնվում ընդդիմությունը, որովհետև ես իմ շփումներից ելնելով հասկացել եմ, որ իրենց մոտ էլ անգիտակցումը չկա, որ մենք կանգնած ենք մեծ ողբերգության առջև եւ մեծ կորստի առջև, եթե այդ գիտակցումը լիներ, ես կարծեմ ազգանվեր մարդկանց խումբ կլիներ կամ կազմակերպություններ, որ հաստատ իրենց այլ կերպ կպահեն։ Հակառակ դեպքում, եթե այդ գիտակցումը կա եւ այսպիսի պահվածք է, դա արդեն բացարձակ աբսուրդ է։ Ինչևէ, հարձակումները շարունակվում են, մենք պատմությունից գիտենք, որ հուդաները այնքան շատ չեն եղել, հուդան մեկն էր, բայց մեկ էլ մի առավոտ զարթնում ենք եւ տեսնում ենք պիղծ լրատվամիջոցներով տարածվում է այն, որ միանգամից հայտնվել են 9-10 հուդա։ Ոչ ավել ոչ պակաս սրանք են, դուք մեծ հաշվով սրանք եք, որ պահանջը իբրև թե սկզբում պայմանավորված է եղել Արշակ Սրբազանով, այնուհետև արդեն շատ ավելի խիստ իրենք պահանջում են, որ կաթողիկոսը հեռանա։ Իմ այդ պատկերը դրեք, սա մենք շատ պատկերների ենք բախվել, չգիտեմ, սրանով ոչ մեկի չէր կարող զարմացնել, բայց այն, որ սրբազանները այսպիսի ողորմելի եւ թշվառ վիճակում գլուխները կախ Արցախը Ադրբեջան համարող մարդու հետ կհայտնվեն մի սեղանի շուրջ, ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ էր իրենց քննարկման առարկան, մի անձ իր կեղտոտ ձեռքերով, կեղտոտ կոշիկներով քաղաքական, այսպես որպես քաղաքական
գործիչ, չգիտեմ ինչ որ ուժի ներկայացուցիչ, բան մտել է մեկ այլ կառույց եւ ուզում է ապականել եւ պղծել որևէ մեկը, որն իրան այդ իրավունքը չի տվել, ինքը չունի այդ ապշելու բան է, որ այս խայտարակությունները թիվ 1 խայտարակություն, մատնայք սրա դեմքի, սա թիվ 1 խայտարակությունն է, որ հայտնի էր մամուլում բազմիցս գրվեց, որ սա Քյարամյանի, որը քննչական կոմիտեի ղեկավարն էր, հայրն էր, ավելին, ոչ միայն մեկ, ոչ միայն սա, այլ մի քանի երեխա ունի, եւ այս մարդը խոսում է բարոյականությունից, քիչ առաջ էլ խոսել է, դու ինչքան պիղծ սրիկա պիտի լինես, էլի, խոսում է բարոյականությունից, ինչ ա տեղի ունենում ձեզ հետ, ես խոսում եմ, ցույց եմ տալիս, այս մարդը խոսում է բարոյականությունից, ինքը լինելով պիղծ, ապականված եւ այն ինչի մասին որ խոսում է, ուղղակի չգիտեմ, անամոթության գագաթն ու վերջը, էլի, այս անամոթության, երբ որ ամբողջ երկիրը գիտի, հաջորդը, այն ընդհանուր պատկերը թողեք, հաջորդը, որ խոսում էինք, հերթով պիտի անցնեմ, Կճոյան, նույն ինքը անբարոյականության գագաթը, մամուլում, ես ասեմ, մեկ դուք ասեք 10, 100, 1000 հրապարակում, այս մարդու ապօրինությունների, այլանդակությունների և պղծությունների, բենթլիների մասին։ Այս երևույթը, որ այստեղ նստած է Նիկոլ Փաշինյան անունով, հեռու գնալ պետք չի, եթե հանկարծ փորձի ինչ-որ անհարմար շարժումներ անել այս նույն Կճոյանը, միայն կարելի է հեռարձակել Նիկոլի աղմկոտ իմիջալս դրեք, հետո վերջում դա ցուցադրենք։ Նիկոլի աղմկոտ բանը ճիչեն կանանցի ճղղոցով որ գոռում է Բենթլի, Կճոյան, չգիտեմ ինչ։ Ազգային խայտարակություն, եթե այս երրորդ անձը Արցախի թեմի առաջնորդը պատկերացնում եք դուք ինչքան ողորմելի պիտի լինեք, ես թիվ չկա թե պարոն Ահապետյան, ես վստահ եմ նաև ձեզ, թե երեք իշքան քանի արցախցի էին զանգահարել։ Ուղղակի այսպես գիտեք ոնց է, ոնց որ այս ինչ բան է, էլի, այս մարդկանց ոնց որ դանակով հարված է գցել են, այրել են իրենց տները ու չեն հանգստանում, գիտեք, գալիս են մի հատ են դանակով, այսպես Արցախցիությանը հարվածում, գալիս են մի հատ են ասում գնացեք հարվածեք, մի հատ է թիկունքից դանակով խփեք, մի հատ է կողքից դանակով խփեք։ Դուք գոնե հասկացաք, որ դուք ինչքան փոքրոքի թշվառ ողորմելի եք դուք։ Եթե ձեր վրա կոմպրոմատներ կա, ինչ կա, որ դուք քանի հարված խփեցիք ցանկացած արցախցու, քանի անգամ եք հարվածել 3 Այս ձեր այս ներկայությամբ նստած եք հենց մեկի առջև, ով ասեց Արցախը Ադրբեջան է։ Այսինքն դուք պղծեցիք բոլոր գերեզմանները են, 385 եկեղեցիներն ու վանքերն ու մատուրները, որ հանձնել է, 1000 այդ սրբագույն մասունքները, որ հանձնվել է, մեր սրբագույն հողը, որ հանձնվել է, ինչի շուրջ էի գնացել քննարկման։ Երեք ճիշտ էր Սաթիկը գրել, ոնց էր համը Արցախի։ Կերար Որսն ոնց էր համը իմ ձաքի հիմա, ոնց էր համը Արցախի, են կուլ տվեցիք, հա, գնացիք ու վերջին անգամ կուլ տվեցիք, ու ձեզ թվում է մարսելու եք, ասենք ձեր վրա ինչ-որ մի կոմպրոմատ կա, չգիտեմ ինչ կա, այդ լավագույն դեպքում, ես ճիշտ ասած ասում էի, գնացիք ինքնա խարազանվեք, չգիտեմ ինչ արեք, բայց լավ բան առաջարկեց պարոն Ահապետյանն, ասեց, գնա հրաժարական տուր, ոչ քեզ պղծի, ոչ Արցախը հերթական անգամ պղծի, ոչ է դանակով սենց հարվածի ես խեղճ ու կրակ արցախցին, որ տնավեր, տնականդ, հայրենիքի կորստով եկել նստել է, սա դուք չմարսելու բան է, ոնց կարող եք դուք գնալ այդ պղծության ու մտածեք, որ դրանից հետո պիտի ապրեք, դրանից հետո ինչ-որ բան ունենաք, քանի գրոշ արժեք դուք, քանի գրոշ արժեր ձեր կյանքը։ Ես ճիշտ ասած զարմացած եմ Այստեղ նստած սրբազանի թվում էր թե վիրահայոց ինչ որ էլի խայտարակ հրապարակումներ, կյանքի հետ կապված չգիտեմ հազարումի բաներ, այս պիղծ մարդկանց ինչ ասեմ, բոտեքսով շրջագայող բոտեքս արած սրբազան էլ ունենք, էլ Աբրահամ սրբազանի մասին ինչ ասեմ, առավոտը մի բան է ասում, ցերեկը մի բան է ասում ու իրենց այս
Բրուտոսի մասին ու հուդաների մասին էլ այդ չխոսենք։ Սա է մեր իրականությունը, ոնց որ գիտեք կանխատես էինք, ես չգիտեմ ձեր եթերում խոսեցինք պարոն Նահապետյան, թե այլտեղ որ պատահական չէր, հիմա դուք հասկանում եք, այս ամբողջ շղթան նախ մի հատ ֆիլմ է ստեղծում եւ այդ ֆիլմը սկսում է միանգամից եվրոպական փառատոներում մրցանակներ։ Ինչ էր այդ ֆիլմի անունը, որ այն հայ տղան է խաղում է դրա մեջ, գլոբուսում ինչ որ բան է շավ, ինչ էր այդ վերջին ֆիլմը, որ հայ դերասանն է խաղում, հա? Անորա, որտեղ մի հատ բան հոգեվորական բան են ներկայացնում։ Ինչ է, մեկ էլ հանկարծ, չգիտեք ինչի հիշում են 2-3 տարի առաջ ինչ որ բան է ասել Միքայել Սրբազանը։ Կալանավորում են Միքայել Սրբազանին, ամենահոգևոր, ամենաազնվագույն սրբազաններին։ Դրանից հետո ձերբակալում են, կալանավորում են Բագրատ Սրբազանին, ինչ որ սուտ, կեղծ ինչ որ բաների։ Հետո կալանավորում են, ձերբակալում են Արագածոտնի Մկրտիչ Սրբազանին են ձերբակալում։ Այսինքն ամենահոգևոր բան սրբազաններին ձերբակալում են, այս մարդկանց վրա արդեն կոմպրոմատներով աշխատում են եւ որոշում են թիրախավորված հարձակվել։ Ես պիտի խնդրեմ, որ ոչ մեկ չացի կաթողիկոսի վրա, հայ առաքելական եկեղեցու վրա։ Նախ ով ես դու, որ դու հայտարարում ես, որ պիտի փոփոխություններ, ռեֆորմներ, չգիտեմ ինչեր, պարզ է, չէ, որ մարդը եկել է հայկական եւ հայաստանյան սրբության սրբոց ամեն ինչը պղծում է։ Դուք կարծում եք, որ հայ առաքելական եկեղեցու համար ինչ որ մի հատ տեղ են թողնելու, հա, որ մնա, ասենց իր որպես պատմականորեն մեծագույն դեր ունեցող կառույց մեր իրականության մեջ։ Նախ իհարկե մեծ կասկած է, թե Հայաստանի Հանրապետությունը մնալու եւ այդ հանրապետությունում ինչ տեղ դեր, եթե անգամ մնա էլ պարզ չի, որ այս ամեն ինչը գնալու է նրան, որ ավիրելու են։ Դուք կարծում եք, այս սրբազանները չեն հասկանում, որ ինչի է, ինչ ավերածության է վերածվելու հայ առաքելական եկեղեցին։ Ուղղակի ամուր իր տեղում է մեր վեհափառը եւ վեհափառը ունի մեծագույն դեր հոգեվորի տարածման միայն իր ժամանակաշրջանում 380 քանի եկեղեցի մատուր հանձնել է վանք, հենց այդքան կառուցել է, շենացրել է, շենացում ու կառուցում է տեղի ունեցել կաթողիկոսի վեհափառ հոր ժամանակաշրջանում։ Հիմա ինչն են իրենք պատրվակ բնում, նախ ցանց բոլորից ըստ մամուլի բոլորը պիղծ են իրենց կյանքով, իրենց կենսագրությամբ, իրենց այլ բարք ու վարքով մեկ իբրև թե թիրախավորել են Արշակ Սրբազանին, շատ լավ հասկանալով, որ վեհափառի շատ ամուր է կանգնած եւ վեհափառի կողքին է եւ ծառմռվող չի, ինչպես իրենք չեն գնա կուզեկուզ ողորմելի վիճակում կանգնել Արցախ-Ադրբեջան հռչակող սրիկայի կողքը, նույն սենյակում չեն հայտնվի։ Եվ դրա համար թիրախավորել էին Արշակ Սրբազանին։ Ուրեմն ինչ որ ձայնագրություն է հրապարակվում, դեռ այդ ձայնագրության իսկությունը մեծ կասկածիվան է տալիս, ինքը Արշակ Սրբազանն ասում է, որ սա թող անցնի փորձաքննություն, բնականաբար փորձաքննություն պիտի անցնի անկախ փորձագետների ձեռքը, ոչ թե այն քննչականի, իդեպ Արշակ Սրբազանի փաստաբանն է խոսեց դրա մասին, դի խնդրեմ արդեն պարոն Նահապետյան այս ամեն ինչը բացի, անցնում է նույն քննչականով եւ քննչականը խախտելով օրենքի բոլոր բաները, որ պիտի ներկայացներ այս կողմին եւ այն կողմին, դրա մասին ոչ մի խոսակցություն չկա, չգիտեք ինչու, այս դավաճան սրիկա թշվառ սրբազանները հավաքվում են, տակից արդեն հուդայական մի հատ խումբ է ստեղծում, դե պարզ է, նորից եմ կրկնում, իրենց վրա կոմպրոմատներ կա, բաներ կա եւ այս թշվառները փոխանակ դրանից չվախենան գնան առաջ, գնում են հուդայի ճանապարհով։ Եվ դա հիմք ընդունելով, քննչական կոմիտեի այդ բանը հիմք ընդունելով, ասում են, որ դա իրական է։ Նախ այստեղ օրենքի խախտում է եղել եւ հաջորդը, եթե դուք ասում եք, որ մենք հիմնվում ենք քննչական կոմիտեի այդ նյութերի վրա, չէ՞, պարոն Նահապետյան, հարց կարող եմ հնչեցնել։ Այս թշվառ բոտեքս հատկապես բոտեքսա խառը, չգիտեմ, ցանկացած բան մասնագետի որ ցույց տաք, տեսեք, սրբազանը բոտեքսների մեջ ամեն ինչ կարելի է պատկերացնել, բայց այս արդեն այն որ ասում է վերջը վերջն է, էլի։ Այդ նույն քննչականը որոշել է, որ
Միքայել Սրբազանը հանցագործ է, Բագրատ Սրբազանը հանցագործ է, Մկրտիչ Սրբազանը հանցագործ է։ Հիմա դուք բոլորդ ընդվզում եք, ես եմ տեսել, չէ՞, քննչականի մոտ, դատարանի մոտ, դատարաններում դուք բոլորդ գալիս եք եւ դրա դեմ խոսում եք, որ սա ինչ է, ինչ ապօրինություն է, ինչ է կա։ Այսինքն դուք Այն մյուս սրբազանների պարագայում չեք հավատում, չեք վստահում Նիկոլի քննչականին, բայց այստեղ որ ձեր վզին դրած է ինչ որ կոմպրոմատներ, դուք հավատում եք։ Արշակ Սրբազանի հետ կապված այս կոմպրոմատներին, այս բաներին, այս նյութերին դուք չգիտեք ինչի հավատում եք։ Առանց սпасելու անկախ փորձագետների ինչ որ բան, արդեն հրճակում են, որ դա վերջնական վերջիկտ է, վերջ։ Այդպես է եւ մենք առաջնորդվում ենք դրանով։ Ինչևէ, մենք ունենք այսին բան 3 Այսօր տեղի է ունենում հիմա այս պահին միաբանների ժողով է տեղի ունենում։ Գերագույն հոգևոր խորհրդի նիստն է։ Այո, նիստը, այս դավաճանները չկան այնտեղ, փախած բան վիճակում են, երևի իրանց նոր պապան սատանիստական ուժերի կրողը ասում է հանգիստ նստեք, մենք հələ մեծ գործ ունենք անելու, որտեղ ոչ մեկ չասի հետո, այն որ քաղաքական այդ Պիղծ տականքները, որ գնացին այս հրեշի հետ ճանապարհ անցան 18 թվին, իրանց հայտնի կենթանու տեղ դրած իբր չէին հասկանում, որ այս մարդը եկել է ավիրելու երկիր եւ Արցախը հանձնելու։ Հիմա որևէ մեկը այստեղ վերընկած հանկարծ հետո չասի, որ մենք չգիտեինք, որ այս ամեն ինչը նրա համար էր, որ բոլոր եկեղեցիների տակ ռումբ դնենք, մենք չգիտեինք, որ այս ամենը նրա համար էր, որ մայր տաճարը պայթեցնենք, մենք չգիտեինք, որ սա նրա համար է, որ ընդհանրապես հայ առաքելական եկեղեցին իր բառի բոլոր իմաստներով մոխրացնենք եւ չեզոքացնենք։ Տեսեք, դուք հետո ասելու եք, ես կասկած չունեմ, որ հետո գալու է ժամանակ եւ ասել են մենք չէինք պատկերացնում, որ այդպիսի բան կարող է լինել։ Դուք արդեն պիտի ամեն ինչ պատկերացնեք, դուք այնքան պիղծ եք, հուդաների խումբ եք, հուդաների մի խումբ եւ գիտեք ինչն է բան, պարոն Նահապետյան, որ հիմա այս իրենց բոլոր թեմերում, այս թեմերի ղեկավարներ են, չէ՞։ Դուք գիտեք ինչքան հավատավոր եւ նվիրյալ քահանաներ ունեք։ Դուք 3 հայտարարություններին հետ։ Ես կարող եմ ասես հերթով տալ, որ իրենց նվիրվածությունն ու բանը քահանաներից 3 հոգու կարողացան փոկել։ Ես ասել եի դրել եք Միքայել Սրբազանի խոսքներ Telegram-ում եւ Արփի։ Այդ վիդեո տարբերակը եւ տեղադրեք, մենք ընթացքում դա էլ հիմա բանարեք տեղադրենք եւ դա էլ ցուցադրենք եւ Տերասողիկի եւ մյուսների խոսքերը, Հայրասողիկի խոսքերը մյուսների հետո ընթացքում հիմա դա բանարեք, որ հետո տեսնենք Արփի։ Հասկացա՞ր ինչի մասն է խոսքը։ Որտեղ որ առանձին Միքայել Սրբազանն ասում է որևէ մեկը իրավունք չունի կաթողիկոսին, դրա մասին է խոսքը։ Եվ առհասարակ նույն բանը հիմա ասում են իրական հոգևորականները եւ ընդհանրապես հավատացյալ մարդիկ։